Ես չեմ հոգնում, ես ավելորդ չեմ համարում ամեն անգամ Երկրապահի մասին իմ և մեր ժողովրդի տեսակետը հայտնելու, որովհետև դուք վաստակել եք ձեր սրբազան պայքարի մասնակից լինելով, դուք վաստակել եք ձեր հայացքները փոփոխության չընթարկելով, և այս վերջի իրադարձությունները մեկ անգամ ևս ապացուցել են, որ Երկրապահը այս աշխարհի ամենամեծ արժեքը նախընտրել է իր հայրենիքի հետ լինելու։ Իրականության մեջ մենք ունենք ամենևեկս բազմաթիվ խնդիրներ, կենցաղային նշանակության, սոցիալական նշանակության, բայց երբ գալիս է պահը հայրենիքը պաշտպանելու, մենք այդ բոլոր խնդիրները մի կողմ ենք թողնում և նետվում ենք մեր հայրենիքը պաշտպանելու։ Իրականում դուք եկել եք ձեր տունը պաշտպանելու, ասել եք թե ձեր հայրենիքը պաշտպանելու, որովհետև Արցախը դա մայր Հայաստանի անբաժանելի մասն է։ Եվ ես շատ ուրախ եմ և հպարտ եմ, որ իմ և Արցախի կյանքը հագեցած է Երկրապահով, որովհետև եթե Երկրապահի մասնակցությունը, Երկրապահի դերակատարությունը չլինի, հավատացնում եմ ձեզ, ինչ-որ բան ինձ և մեզ երևի չհերիքեր։ Հետևաբար, այնինչ ասվել է, այնինչ ասվում է, դա միայն ու միայն ձեր վաստակից ելնելով է ասվում։ Մեզնից ոչ մեկը ոչ մի բան չի հորինում։ Ես ընդհակառակը ինչ-որտեղ համեստություն եմ ցուցաբերում։ Բայց դա չի նշանակում, որ եթե ես այդ համեստությունը ցուցաբերում եմ, դա չի նշանակում, որ երբ պահն է լինում, երբ տեղն է լինում, ես իմ և մեր ժողովրդի վերաբերմունքը չեմ հայտնում Երկրապահի նկատմամբ։ Մենք ձեզ հետ անցել ենք լուրջ ճանապարհ։ Այդ ճանապարհը մի ողջ ժողովրդի բերել է, այսպես ասած, հպարտության հաղորդման։ Շատ երկրներ, ժողովուրդներ կան այս աշխարհի երեսին, այս աշխարհում ապրող, որ նրանք չունեն այս հպարտությունը, ինչպիսին ունենք մենք։ Նրանք ունեն բարձր բարեկեցության աստիճան, ունեն զարգացած գիտություն, ունեն զարգացած տնտեսություններ, բայց հավատացնում եմ, այս հպարտությունը, որը մենք ձեզ հետ միասին վաստակել ենք, նրանք չունեն։ Որտև սա պիտի վաստակես, և ինչպես գեներալն է ասում, դժբախտաբար այս ամենը վաստակվում է նաև արյան գնով։ Եվ Երկրապահը միշտ պատրաստ է եղել հանուն այդ հպարտության, հանուն այդ արժանապատվության, այդ արյունը տալու։ Եվ այս վերջի իրադարձություններն էլ մեկ անգամ ևս ապացուցեցին, որ այո, Երկրապահը հավատարիմ է այդ գաղափարներին, այդ սկզբունքներին։